Նարեկ Ղահրամանյան, պատրաստվի Ագնեսը Խամոյան։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, հարգելի ժողովուրդ, քննարկում ենք Արամ Վարդևանյանին ազգային ժողովի փոխնախագահ ընտրելու հարցը։ Պարոն Վարդևանյան, ես երկար մտածում էի, թե ինչ բնութագիր տամ ձեր ելույթին եւ հարցերի պատասխանին, սա ուղղակի մի հատ չլսված մի հատ մաստեր կլաս էր։ Իրականում ես դեռևս 2021 թվականից գիտեի, որ դուք վատ փաստաբան եք, վատ պատգամավոր եք եւ լավ դերասան եք, բայց որ այս աստիճան լավ դերասան եք, ես իրականում դեժավյու էի ապրում լսելով ձեր ելույթը։ Մի անգամից հիշեցի 21 թվականին, թե դուք ոնց էի գովերքում նույն ձևի Ռոբերտ Քոչարյանին։ Պարոն Ղահրամանյան, կներեք իհարկե, բայց դերասանը, եթե նկատի ունեք որպես մասնագիտական որակ, որի մասին տեղյակ եք, դա մի բան է, եթե փորձում եք օգտագործել որպես պիտակ, խնդրում եմ մի արեք նման բան, Չէ, ոչ մի դեպքում։ Հիմա, բայց այնպիսի էնտուզիազմով, որ դուք այսօր գովերքում էիք Սամվել Կարապետյանին, անկեղծորեն եմ ասում, նույնիսկ Աննա Գրիգորյանը 18 թվականին Նիկոլ Փաշինյանին տենց չէր գովերքում։ Բայց ամեն դեպքում վերադառնանք Պարոն Վարդևանյան, վերադառնանք 2021 թվականի ես այսօրվա պես գրեթե հիշում եմ, ձեր արտաքին նույնն եմ մնացել, մի օրենքի նախագիծ եք բերել, վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ամբողջականությունը կասկածի տակ դնելը քրեականացնելու, եւ ես այն ժամանակ ձեզ հարց էի տվել կապված այն ժամանակվա ձեր ղեկավարի հետ Ռոբերտ Քոչյանի, որը հայտարարել էր հարցազրույցներից մեկի ժամանակ, որ գործոն դառնալու համար հնարավոր է նաեւ որ Հայաստանը ստիպված լինի կամ պետք լինի որ մտնի ռուս-բելարուսական միութենական պետության մաս, եւ այն ժամանակ իհարկե այս նույն ոճով լղոզել էիք այդ ձեր պատասխանը, որ դե Եվրամիություն, ԵԱՏՄ դա էլա, բայց ես ամեն դեպքում ճիշտ է, էլի լղոզված է լինելու պատասխանը, բայց ակնկալում եմ պատասխանեք, իրականում դուք հիմա 5 տարի անց ոնց եք պատկերացնում, ինչ կարծիք ունեք, ընդհանրապես Հայաստանը երբևիցե նույնիսկ պետք է մտածի որևիցե միութենական պետության մաս լինելու կամ չլինելու մասին։ Սա է ձև։ Հիմա Պարոն Վարդևանյան, ես իրականում այս կարճ ելույթն էր իմը, որ պետք է ունենայի ձեր մասին, անկեղծ եմ ասում, բայց դուք ընթացքում խոսեցիք հարց ու պատասխանի ժամանակ մեր լեգիտիմության մասին, նշելով, որ ինչ որ 60,000 ձայներ են կեղծվել, ինչ որ մի դաշինք պետք է այստեղ լինել, որը այստեղ չի։ Եթե լեգիտիմության առումով լինի եւ մեզ մեղադրում եք մանդատագողության մեջ, պարոն Վարդևանյան, ապա դուք ամենամեծ մանդատագողն եք այս նիստերի դահլիճում։ Որովհետեւ եթե չլներ ձեր կողմից կեղծ թեզը 300,000 ադրբեջանցիների, ընդ որում այս 300,000 ադրբեջանցիների մասով մի անգամ ասել եմ, ելի եմ ասում, 5 տարի հետո եթե 300,000 ադրբեջանցիները վերադարձած չլինեն, իսկ միանշանակ վերադարձած չեն լինելու, ես ձեր բոլորի նկարները դնելու եմ իմ Facebook-յան պատին եւ 31 թվականի նախընտրական քարոզարշավի ընթացքում ձեր նաեւ չգիտեմ իհարկե առանց վիրավորելու էլի աշխատանքային լեզվով ասած համարելու եմ բեզաչոդնիկ որովհետեւ դա Այն Ղահրամանյան չի կարելի, պարոն Ղահրամանյան։ Չէ, կներեք, պարոն Ղահրամանյան, ձեզ հայտարարում եմ զգուշացում։ Մի վարքյան չեմ Ես ձեզ համարելու եմ անպատասխանատու գործիչները։ Պարոն Ղահրամանյան, չեմ ավարտել, մի վարքյան։ Ես ձեզ հայտարարում եմ զգուշացում։ Չի կարելի նմանատիպ արտահայտություններ անել ազգային ժողովի ամբիոնից։ Նախ առհասարակ ինձ թվում է չի կարելի նմանատիպ արտահայտություններ անել, եւ երկրորդն էլ մենք պայմանավորվածություն ունենք, որը պետք չի խախտել։ Ձեզ հայտարարվում է զգուշացում։ Խախտել արդեն այդ պայմանավորվածությունը երեք, բայց ամեն դեպքում ներողություն եմ խնդրում։ Ես ձեզ անվանելու եմ անպատասխանատու քաղաքական գործիչ։ Եվ հաջորդը իրականում եթե ընտրակաշառքի բաժանման փաստերը չունեն, որով ապացույցները հարյուրավոր են, մարդիկ նույնիսկ ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել, եթե ելի եմ ասում, ընտրակաշառքի բաժանման փաստը չներ, ձեր երկու խմբակցություններից ոչ մեկը անցողիկ չէր հաղթահարել։ Սա փաստ է։
Պարոն Վարդևանյան, ամեն տեղից դեպքում մի ընդհատեք։ Կարձագանք է։ Հիմա կապված մեր լեգիտիմության եւ 4-րդ ուժի, որ այստեղ պետք է ներօրինակ, ես 3 օր լսում եմ ձեր ելույթները եւ մինչեւ ես նաեւ հետեւել էի ձեր գործընկեր Գոհար Մելոյանի ելույթները եւ Տիկին Մելոյանը իմ մոտ շատ լավ չէ, բայց ամեն դեպքում նորմալ քաղաքական գործի տպավորություն էր թողել եւ ես հիմա մինչեւ ինձ հարց եմ տալիս այդ Տիկին Մելոյանը խի հրաժարվեց падգամավորական մանդատից։ Երբ որ ձեր վիճակվող զորամասումից դրա մասին ես հեսան էլի կխոսամ մեր քարոզչական պատասխանատուն առավոտից իրիկուն մամուլում հարցազրույցներում կոչ էր անում ձեզ չանդրադառնալ բանակի զինվորների ընտրությանը, որովհետև հասկանալի պատճառներով մարդիկ դիրք են բարձրանում, դիրք են իջնում, խնդիրներ կար, կրկնում եմ ձեր կուսակցության անդամ Գոհար Մելոյանը Facebook-ով ուղիղ եթերով մամուլով այնպիսի աղմուկ բարձրացրեց, որ արդյունքում եղավ այն, ինչ եղավ։ Հիմա Գոհար Մելոյանին ասել եք падգամավորական մանդատը դիր, որ ինչ արդյունքում այդ քննադատությունից դուք ազատվեք։ Եթե Ծառուկյանը կամ իր դաշինքը վերջին հաշվով քաղաքական պահանջ պետք է ունենա, դա ձեզից պետք է ունենա։ Այդ ձեր ընկերն է մեր փաստարկներին հակառակ, ձեր ընկերն է դրա մասին բարձրաձայնել։ Իսկ հիմա բանակի կոնկրետ ընտրությունների հետ կապված Տիկին Աննա Գրիգորյանը ես վստահ եմ այդ դեպքից տեղյակ է, վերջերս հակակոռուպցիոն կոմիտեն մի ձայնագրություն հրապարակեց, որտեղ ինչպես էր միասնության թևերի վստահված անձը կամ համագիրը զինվորականի հետ շփվելուց, խոսալուց, նրան ընտրակաշարք առաջարկում կամ բան ամեն դեպքում դա դատարանի խնդիրն է, անմեղության կանխավարկածը մի կողմ դնենք, բայց զինվորից հարցնում ասում է, չաստում ինչ են ասել, աֆիցերները ինչ են ասել, ում պետք է ընտրեք, զինվորը պատասխանա, որ ոչ մի բան չեն ասել, ով ում ուզի գնալու է ընտրի։ Սա կապված նրա հետ, որ դուք ասում եք, որ զինվորները պետքա գնային եւ մեր ցուցումով ընտրեին մեզ։ Մի հատ էլ սրա հետ կապված բանակի ընտրության հետ Տիկին Գրիգորյան ձորք թաղամաս կա կապանում։ Դուք լավ գիտեք, մեր հայտնի ձորք թաղամասն է։ Փոքր թաղամասը շատ մեջի ձորք թաղամասում կա 2 ընտրատեղամաս։ 2 փոքր թաղա 2 ընտրատեղամասով։ Մի ընտրատեղամասում ընտրել են զինվորականները, մյուսում չեն ընտրել։ Այն ընտրատեղամասում, որտեղ մասնակցել են զինվորները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 51% ձայն։ Այն ընտրատեղամասում, որտեղ չեն ընտրել զինվորները, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 61% ձայն։ Սա ու այն որ ձեր այն նարատիվը, ձեր այն խոսույթը, թե մենք ուղղորդում ենք բանակին, վարչական լծակ ենք ուղարկում, ոնց կարա պատահի վարչական լծակով օգտագործված ընտրատեղամասում ավելի քիչ ձայն հավաքված լինի, քան մյուս ընտրատեղամասում։ Եվ նաև վերջում ես կարճ ուզում եմ անդրադառնամ այդ այսքան երկար շարքված պետական ընկերություններին, որտեղ պետությունը մասնաբաժին ունի, ես իհարկե միանշանակ համարում եմ, որ մեր կողմից բոլոր նշանակված մարդիկ արժանի են իրենց պաշտոնին մասնագիտորեն, բայց որպես քաղաքական գործիչներ վստահ եմ, թե ընդդիմությունը, թե իշխանությունը հետևում է վարչապետ Փաշինյանի բրիֆինգներին եւ չգիտես խի իմ մոտն էս տպավորությունն է, որ ինչ որ մի շատ կարևոր հանգամանք բոլորիս աչքից վրիպել է։ Երբ որ մի որոշում կայացվեց, որի արդյունքում քաղաքական, եթե ոչ բնականաբար կուսակցական անդամ, այլ քաղաքական ինչ որ նեյտրալ ինչ որ մեկը հայտնվեց կառավարությունում ինչ որ շատ նորմալ այդպես կարևոր պաշտոնի, պարզվեց այդ նորմալ կարևոր պաշտոնի մարդը գործողություններ է իրականացնում կոնկրետ պետության դեմ։ Եթե չեմ սխալվում, նույնիսկ դատախազությունում արդեն վարույթ կա հարուցված կամ չգիտեմ որտեղ հարուցվում, քննչական կոմիտեում։ Եվ հիմա երբ որ ես նայում եմ հեցին, նայում եմ հայփոստին, դրանք հանրային ծառայություններ մատուցող ընկերություններ են։ Ես զարմանում եմ ձեր պահանջի ինչումն է, որ պետքա, ինչու եք ամեն անգամ շեշտում, թե խի են նշանակվում ձեր քաղաքական թիմի անդամներ կամ ձեր համակիրներ։ Հարգելիներս, ամբողջ Հայաստանի Հանրապետությունը գրեթե օգտվում է հեցից եւ հայփոստից։ Եվ հիմա փաստը մեզ ցույց է տալիս, նույնիսկ արտգործնախարարների կարգավիճակով պատասխանատվությունից թռնում են կոպիտ ասած,
եւ իրենց գործառույթները լավ չեն կատարում, որպեսզի քաղաքական պատասխանատվությունը լինի իշխանության վրա։ Հիմա ես ինչքանով եմ վստահ, որ օրինակ, պարոն Ասլանյան, եթե դուք եք ինձ նայում, եթե դուք նշանակվեիք հեծի ղեկավար, դուք ամեն ինչ չէիք անի, որպեսզի հեծի գործերը պրավալ գնար եւ դրանով գործող իշխանության դեմ դիվիդենդներ շահեք քաղաքական։ Դե դու ես նայում քեզ եմ հարցում։ Ավարտեք, պարոն Ղարամանյան։ Շնորհակալություն։ Ագնեսա Խամոյան, բայց մինչև Տիկին Խամոյանը կսկսի հարգելի գործընկերներ, անընդհատ աղմուկ է դահլիճում։ Անընդհատ աղմուկ է։ Խնդրում եմ այդ խմբային քննարկումները դադարեցնել։